Ինչպես է ստացվում, որ մենք ունենք խելացի երեխաներ, որոնք խելացի են եւ լավ էլ սովորում են եւ լավ էլ ամեն բան անում են, սակայն ներքուստ խորապես տառապում են ինքնավստահության պակասից։ Չեն կարողանում համոզված գործողություններ կատարել, խուսափում են կամ անընդհատ աջակցության կարիք ունեն։ Որն է դրա պատճառը, ինչն է դրան բերում։ Մեր ծնողական եւ մանկավարժական սխալները։ Եկեք այսօր քննարկենք, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ սխալները երբևիցե մենք չգործենք։ Առաջին ցավոտ պատճառը, որը բնորոշ է շատերին եւ հեշտ չի լուծվում, դա այն է, որ երեխաները ընդհանրապես սովորում են կրկնօրինակելով, ձևացնելով, նմանացնելով իրենց գործողությունները մեծահասակների գործողություններին։ Եվ եթե մեծահասակները չունեն այդ ներքին վստահությունը եւ չեն գործում ելնելով ներքին վստահությունից, եթե անդադ հապաղում են, կասկածի են ենթարկում իրենց կարողությունը, ասում են դա իմ մոտ չի ստացվի, չեմ կարող, այդ տղա մի հարցրու չգիտեմ, վայ, դա ես մաթեմ չեմ սովորել եւ այլն, այդ ամենը արտացոլվում է երեխայի վրա։ Ուզած-չուզած նա կրկնում է դա, անգամ եթե իրեն դա չի վերաբերում, անգամ եթե իր մոտ դա հեշտությամբ ստացվում է, այդ մտայնությունը իրեն փոխանցվում է։ Այնպես որ եթե դուք ուզում եք, որ ձեր երեխաները իրենց վստահ զգան, դուք էլ պետք է լինեք վստահության օրինակ։ Պետք է հաղթարել սեփական թերությունները եւ թուլությունները եւ գոնե երեխայի ներկայությամբ ցուցաբերել ներքին վստահություն։ Սա առաջինը։ Երկրորդը պետք է միշտ խրախուսել երեխայի նախաձեռնելը։ Եթե նա ինչ-որ բան ուզում է անել, մի ասեք, որ դա վտանգավոր է, դա վատ է, ինչու է դա պետք, գլուխ մի ցավեցրու, ժամանակ ես ծախսում, գնա ավելի լավ դասերը տարա։ Ընդհանրապես գնա ավելի լավ է դասերը տարա, երբ որ երեխան ինչ-որ բան է ուզում նախաձեռնել, դա ամենավատ բանն է, որտեղ դասը դառնում է պատիժ, նշանակում է դաս անելը վատ բան է, եւ բացի դրանից դուք իրեն զրկում եք իր ոգևորությունից, իր ցանկությունից մի բան անել։ Եվ հետո մենք զարմանում ենք, ինչու մենք ունենք այդքան հանգած երեխաներ, որոնք ոչինչ չեն ուզում անել, չեն կարողանում փոխել իրենց մասնագիտությունը, ապագա ընդհանրապես դժվարությամբ եւ տագնապով են նայում դեպի ապագա, դեպի իրենց կյանքը, թե ինչ պիտի անեն եւ ինչպես։ Շատ բարձ պատճառ ունի։ Այդ մեր անընդհատ իրենց յետ պահելն է իրենց նախաձեռնությունից։ Ինչին է դա վերաբերի։ Գնում է նախաձեռնել է, գնա մատ բզեզ գտնի եւ բզեզի ոտիկները փոքի, թող փորձի, պետք չի իրեն յետ պահել։ Ամեն բան թող անի, եթե ցանկանում է անել, եթե դա վտանգ չի պարունակում կամ դա այն չէ, ինչ որ երբ որ նա բացահայտ գիտակցաբար խուսափում է իր պարտականություններից, խախտում է կանոնները։ Այդ դեպքում իհարկե պետք է պնդել, բայց դա այլ խոսակցություն է եւ դա էլ է կարեւոր թեմա, մենք հիմա դրան կանդրադառնանք։ Երրորդը պետք է անպայման կենտրոնանալ ոչ միայն վերջնարդյունքի վրա, այլ նաեւ ջանքերի կարեւորության վրա։ Անկամ եթե վերջնարդյունք չկա կամ այն բավարար չէ, եթե երեխան ջանք է գործադրել, նա պետք է արժանա գովասանքի։ Ուրեմն մենք երբեք չենք գովում երեխային ընդհանրապես, որտեղ դա էլ է վնասում ինքնագնահատականին, երբեք չի օգնում, այլ վնասում է։ Ուրեմն մենք միայն գովում ենք երեխային արդյունքի կամ ջանքերի համար։ Եվ կրկնեմ, ոչ միայն արդյունքի, այլ նաև գործադրած ջանքերի, որովհետև դա ոգևորում է երեխային գործել։ Իսկ երբ որ երեխան գործում է, նա սովորում է գործել եւ դա ինքնըստինքյան իր հետ բերում է ներքին վստահություն։ Չորրորդը խրախուսեք երեխային անել այն, ինչ իր մոտ լավ է ստացվում։ Եթե մի բան երեխայի մոտ լավ է ստացվում, խրախուսեք։ Մի յետ պահեք, մի պայմանավորեք իր անելիքները ձեր կողմից որոշված կարևորություններով։ Հասկանալ, որպես ծնող մենք ունենք որոշակի պատկերացում, թե երեխան ինչպիսին պետք է լինի կամ ինչով պետք է զբաղվի։ Սակայն մեր երեխաները անդադ իրենց փորձում են տարբեր ոլորտներում, որտեղ եթե Աստված տվել է երեխային որոշակի տաղանդ, նաև պահերով տալիս է երեխային ոգևորություն դա փորձելու այդ ոլորտը, որտեղ իր մոտ մի բան կարող է ստացվել։ Երեխաները ունեն բնազդային
զգացողություն, թե իրենց մոտ ինչ կարող է լավ ստացվել եւ իրենց փորձում են։ Հնարավորություն տվեք, որպեսզի իրենք անեն, փորձեն եւ գնան առաջ այն ուղղություններով, որտեղ իրենց մոտ լավ է ստացվում։ Անկամ եթե ձեր պատկերացմամբ դա այնքան էլ արդյունավետ չէ ապագա կյանքի, ապագա աշխատավարձի կամ նման բաների տեսակետից։ Երեխան ինքը հետո կորոշի, թե ինչով է զբաղվելու կյանքում։ Բայց այն, որ իր մոտ երեխայի դեռ տարիքին շատ բաներ ստացվել են, իրեն շատ ավելի կօգնի ապագայում անել այն, ինչ նա կորոշի անել։ Եվ դուք միգուցե իրար հետ կորոշեք անել։ Հաջորդը, երեխային պետք է սովորեցնել հեշտությամբ ընդունել սխալները։ Մենք արդեն բազմիցս խոսել ենք նրա մասին, որ սխալների համար պատժելը շատ սխալ բան է։ Ուրեմն մենք պետք է հորդորենք երեխային սխալվել, որտեղ սխալով է երեխան սովորում։ Նորից կրկնում եմ նույն միտքը, բայց նաև մենք պետք է սովորեցնենք երեխային, որ եթե նա սխալվել է, կարողանա հեշտությամբ դա ընդունել։ Որովհետև եթե մենք երեխային սովորեցնում ենք նրան, որ սխալների հետևանքները ամեն դեպքում այնքան էլ ցանկալի չեն, դա էլ է խնդիր, նա սկսում է դրանք թաքցնել։ Նա գիտի, որ դուք չեք պատժի, բայց ամեն դեպքում ձգտում է թաքցնել, եւ դա բերում է նրան, որ նա ժամանակի ընթացքում չուզենալով ձեզ այնց որևէ բան թաքցնել, սկսում է խուսափել գործելուց, սխալներ գործելուց։ Միևնույն է, մենք գալիս ենք նույն հանգրվանին։ Եվս մի հանգամանք, որը շատ կարևոր է, երեխաներին պետք է օգնել հեշտությամբ հաղորդակցվել։ Եվ ամենակարևոր պահը այդտեղ մենք պետք է կոտրենք մեզանում շատ ընդունված մեծերը քեզ կդիմեն այն ժամանակ խոսես, պետք չի մեծերին դիմել, եթե իրենք քեզ չեն դիմել։ Մոտեցումը, որ մեծերը ունեն առաջին խոսքի իրավունք, մեծերը ունեն իրավունք դիմել երեխային եւ այլն։ Ինչու է դա վատ։ Որովհետև երեխաները մշտապես երեխա չեն մնալ։ Մի օր իրենք մեծանալու են։ Եվ որքան ավելի շուտ նրանք հասկանան մեծերի աշխարհը, հասկանան մեծերի լեզուն, մեծերի հետ խոսելը, այնքան ավելի հեշտ կլինի իրենց համար ապագայում իրենց տեղը գտնել հասարակության մեջ։ Այնքան ավելի նվազ կլինի իրենց անհանգստությունը, այնքան ավելի լավ իրենք կհաղորդակցվեն մարդկանց հետ։ Եվս մի կարևոր հանգամանք, որից մենք դարձյալ խոսել ենք, բայց նորից կրկնեմ այդ միտքը։ Մեծահասակների հիմնական նպատակը եւ հիմնական դերը երեխայի կյանքում, բացի նրանից, որ իրենք երեխային օգնում են, աջակցում են, ուղղորդում են, սիրում են եւ շփվում են երեխայի հետ, նաեւ սահմանները եւ կանոնները հստակեցնելն է։ Երեխան պետք է իմանա, թե ինչ կանոններով նա պիտի ապրի եւ ինչ սահմաններ կա, որ նա իրավունք չունի հատել։ Ինչու է դա կարևոր, որտեղ դա ստեղծում է անվտանգության դաշտ։ Սահմանների անորոշությունը կամ դրանց պայմանական բացակայությունը ոչ թե լավ բան է, այլ վատ բան է։ Դա նման է երկրի, որտեղ չկան օրենքներ։ Երեխայի համար այն միկրո երկիրը, որտեղ նա ապրում է, իր ընտանիքն է։ Նա դեռ գործ չունի իրական երկրի հետ։ Շատ բարձ պատճառով նա անգամ չի կարող ենթարկվել որևէ պատասխանատվության իր գործողությունների համար, եթե նա այդ մեծ դաշտում, որը վերաբերում է իրական հասարակության, ինչ որ գործողություն կատարի։ Այդ պատճառով մենք ծնողներս ենք առաջնահերթորեն ստեղծում իր համար այն երկիրը, որը կոչվում է ընտանիք, որտեղ նա իրավունք ունի գործել եւ մենք մեր սեփական օրենսդրությունը ունենք ընտանիքում, այն պայմանները եւ հստակ կանոնները, որին երեխան պետք է հետևի։ Դա բերում է նրան, որ այդ սահմանների ներսում երեխան ունի բացարձակ ազատություն գործելու։ Եթե նա հետևում է կանոններին եւ չի հատում սահմանները, ինչ որ նա անում է ճիշտ է։ Նմանապես, ինչպես ասենք, ցանկացած երկրում այն ինչ որ արգելված չէ օրենքով թույլ է տրված։ Հետևաբար մենք որպես մեծահասակներ պետք է հստակ եւ հասկանալի կերպով սահմանենք կանոնները եւ քննարկենք երեխայի հետ այդ կանոնները եւ դարձնենք իրեն այդ կանոնների մշակման մաս, բայց ամեն դեպքում մենք հետևողական լինենք եւ պահանջենք այդ կանոնների իրականացումը։ Դա բերում է նրան, որ երեխայի մոտ կա առաջանում է ներքին վստահություն,
որ նա ճիշտ է գործում։ Եվ դա շատ կարևոր հանգամանք է։ Այդ ճիշտ լինելու գիտակցումը երևի թե ամենակարևոր գիտակցումներից մեկն է։ Եվ այդ նույն պատճառով շատ ավելի լավն են դպրոցներ, որտեղ կա կարգ ու կանոն, քան դպրոցներ, որտեղ քաոս է։ Որտեղ այդ կարգ ու կանոնով դպրոցներում, որտեղ խստություն կա եւ ուսուցիչները եւ դպրոցի ղեկավարները հետևում են կանոնների հաստատությանը։ Այդ դպրոցներում երեխան շատ ավելի երջանիկ է, որտեղ դարձյալ նա գիտի, որ եթե սա անում եմ ըստ կանոնների, ապա ես ճիշտ եմ։ Ես իրավունք ունեմ վստահորեն գլուխս բարձր ասելու, որ ես գործել եմ ըստ կանոնի։ Եվ դարձյալ չպետք է լինեն չասված, չգրված կանոններ բացի բարոյականությանը։ Չպետք է լինի օրինակ, որ եթե տնօրենը վատ տրամադրություն ունի, իրեն պետք չի մոտենալ։ Այդ դա արդեն շատ վատ կանոն է։ Նման բաներ եթե կան, իրենք միանգամից սկսում են վնասել նույն կերպ հայրիկ այսօր հոգնած իրեն պետք չի անհանգստացնել։ Դա շատ վատ կանոն է։ Շատ ավելի լավ կանոն կլինի, որ մենք իրար սիրում ենք։ Մենք իրար վերաբերում ենք հոգացությամբ։ Եվ այո, եթե դու տեսնում ես, որ հայրիկդ հոգնած է, հոգատար եղիր իր նկատմամբ, բայց դա չի նշանակում, պետք չի անհանգստացնել։ Միգուցե հենց հակառակը, իրեն պետք է զվարճացնել, իր հետ կարելի է մի քիչ շփվել, որ նա թեթևանա, ավելի լավ իրեն զգա։ Ասածս այն է, որ այդ կանոնները պետք է լինեն խելամիտ եւ զարգացնող եւ չսահմանափակող, անիմաստ անտրամաբանական սահմանափակող եւ հորդորեն երեխային լինել նախաձեռնող, ինքնուրույն եւ սեփական գործողությունների համար պատասխան կրող։ Եվ այստեղ գալիս ենք վերջին 10-րդ կետին իմ այսօրվա քննարկման, որը վերաբերում է ինքնուրույնության խրախուսմանը։ Մենք միայն այն դեպքում կունենանք սեփական ուժերի նկատմամբ վստահ երեխաներ, երբ որ մենք անընդհատ իրենց հրավիրենք գործել, ոչ թե իրենց փոխարեն որևէ բան անենք։ Իրենք պետք է անեն, իրենք պետք է սովորեն։ Եթե երեխան մի ինչ-որ բան անելիս սխալվել է, ոչ թե իրեն պետք է ասել, այս ինչ արեցիր եւ այլն, այլ դարձյալ ինքնուրույնության խրախուսման տրամաբանությամբ պետք է ասել, հա, լինում է, պատահում է, ոչինչ։ Արի իրար հետ հիմա հետևանքների հետ գործ ունենանք։ Եվ երեխան պետք է գիտակցի, որ կան հետևանքներ սխալների, բայց դա նորմալ է։ Եթե մի բան, ասենք, ինքնուրույն պետք է շերեփով լցներ իր ապուրը, լցելուց թափել է, ուրեմն պետք է վերցնի լաթը եւ գնա սրբի այդ հատակին թափված ապուրը, եւ դա նորմալ է, դա այն հետևանքն է, որ նա ունի իր սխալի համար, բայց այնից դեն ոչ մի հետևանք, որովհետեւ նա փորձել է ցուցաբերել ինքնուրույնություն եւ դա շատ ճիշտ է եւ այդպես է պետք է լինի։ Ամփոփելով ասածս, մենք մեր հասարակության մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր ապրում են մինչև 30, 40, 50 տարեկան, բայց հոգու մեջ մնում են այն վախեցած երեխան, ով այդպես էլ չսովորեց սեփական ուժերին վստահել, որտեղ ուներ ծնողներ, որոնք իրեն անընդհատ ներշնչում էին, որ նա անկարող է, ի վիճակի չէ, իր մոտ չի ստացվի, պատժում էին իրեն այն գործողությունների համար, որ ծնողները համարում էին սխալ եւ այլն։ Այդ մարդկանց կյանքը անգամ եթե իրենց ինչ-որ բաներ հաջողվում են կյանքում, միևնույն է լի է դառնությամբ։ Եկեք մենք անենք այնպես, որպեսզի մեր երեխաները լինեն երջանիկ։ Անենք այնպես, որպեսզի իրենց կյանքը լինի լի, իսկ կյանքը լի է լինում գործողությամբ, լի է լինում ներքին հավատով, լի է լինում, երբ որ դու գիտես, որ դու կարող ես։ Եվ մենք պետք է ոչ թե երեխային ասենք խոսքով, որ դու կարող ես, այլ հնարավորություն տանք իրեն անընդհատ գործել եւ համոզվել, որ նա կարող է։